Մի խումբ իրավապաշտպաններ և քաղաքացիներ օրեր առաջ Գերմանիայում Բրանդենբուրգի դարպասների մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել, պահանջելով Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակումը։ Պարոն Լուլուկյան, ասացեք խնդրեմ, ակցիային մասնակցող օտարազգիները շատ էին։ Ուրեմն այո, դուք ճիշտ եք, ամսի 10-ին, մարտ 10-ին կազմակերպվեց մեծ ակցիա, ցույց Գերմանիայի կենտրոնական խորհրդի կողմից եւ այդ կոալիցիոն կազմակերպությունների հետ միասին տարբեր մարդու իրավունքների կառույցներ, ինչպես վտանգի ենթարկված ժողովուրդների ընկերությունը, IGF-ը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, դա մի կոալիցիա է, դա շատ հետաքրքրական է եւ յուրահատկությունը սրա մեջ, որ այստեղ ոչ թե միայն գերմանայության կողմից էր, ներկային գերմանացիները, իրավապաշտպանները եւ միասնական այդ ճակատով մենք փորձեցինք այդ ձայնը բարձրացնենք ինչ տեղի ունում Ադրբեջանում, այս ֆասը, այս բեմականացումը եւ որպեսզի գերմանայությունը տեղեկանա սրա մասին եւ այդ Բրանդենբուրգյան դարպասի մոտ որ տեղի ունեցավ շրջապատված էր ամերիկյան դեսպանատունը, Ֆրանսիայի դեսպանատունը, նաեւ Եվրոմիության հանձնաժողովի գրասենյակը եւ մենք այնտեղ նշեցինք, որ պետք է ձայն բարձրացվի, որ այս ավտոկրատ ռեժիմը, որը Բաքվում այս օրերին մեր հայ գերիներին, ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին այդ դատավարությունը տեղի ունենում, որ պետք է ձայն բարձրացնենք եւ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։ Եվ հատկապես նշվեց, որ նախկին այս Գերմանիայի կառավարությունը Շոլցի ղեկավարությամբ ցախողված իր այդ գործունեությունը այս ուղղությամբ եւ դա նշեցինք, որ այստեղ նաեւ մեղքի այդ բաժին ունի նաեւ Գերմանիայի կառավարությունը Օլաֆ Շոլցի ղեկավարությամբ եւ պետք է Եվրոմիությունը ավելի ակտիվ լինի։ Մենք ցույցի ավարտից անմիջապես հետո այդ նամակը պատրաստված մեր այդ բոլոր կառույցների կողմից հանձնեցինք Եվրոմիության հանձնաժողովի պաշտոնական գրասենյակում եւ իրանք խոստացան, որ պետք է այդ ուղղությամբ աշխատեն եւ մեզ կտեղեկացնեն։ Ցույցի ժամանակ նաև կոչ է արվել Եվրամիության երկրներին, Ֆրանսիային, Գերմանիային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, հատկապես նաև այն անձանց, կոնկրետ այն անձանց դեմ, ովքեր միջամտել են եւ ում ձեռամբ հայ բանտարկյալները հայտնվել են Բաքվում։ Մինչև հիմա Եվրամիության երկրները հայ գերիների հարցով հիմնականում բանաձևերով են հանդերձ եկել։ Որքանով եք հավանական համարում, որ պատժամիջոցների հարց կբարձրացվի։ Իհարկե դա շատ դժվար հարց է, բազմիցս բարձր մակարդակով հնչել է, որ Եվրոմիությունը երբեք պատժամիջոց չի անի, այդ քայլին չի դիմի։ Պարզ է այստեղ Եվրոմիությունը եւ եվրոպական պետությունները ունեն շատ Ադրբեջանի հետ կապված էներգետիկ այդ ռեսուրսների եւ այդ ամբողջ խողովակները, որ տեղի են ունենում, իրանց համար շատ կարևոր դա Ադրբեջանը շատ կարևոր է ինձ համար ստրատեգիկ առումով, դրանք բազմիցս նշել են, բայց իհարկե մենք պետք է ճնշումը գործադրենք եւ մենք մեծ հույս ունենք այս նոր Գերմանիայում ընտրված նոր կանցլերը Ֆրիդրիխ Մերցի հետ կապված, որը հիմա տեղի նոր կոալիցիոն բանակցություններ սոցիալ-դեմոկրատների հետ։ Ես ուղղակի ձեզ հիշեցնեմ, տեղեկացնեմ, որ մենք անցյալ տարի դեռ պարոն Մերցի նամակ ենք եղել CDU ֆրակցիային Գերմանիայոց կենտրոնական խորհրդի եւ Գերմանիա հայոց թեմի անունից այս ռազմագերիների հետ կապված, Արցախի կապված, էթնիկ զտման այդ բոլոր հարցի հետ կապված եւ ասեմ ձեզ, մենք շատ դրական նամակ ենք ստացել, որը իրենք դատապարտում են այն ժամանակ իրանք ընդդիմություն էին պարոն Մերցի կողմից, որ դատապարտում են Ադրբեջանի այդ հանցագործությունները, շատ խիստ նամակ էր, ասեմ շատ խիստ եւ հայանպաստ բովանդակությամբ նամակ էր, որ նշում էր բոլոր հանցագործությունները, տեղահանումը, էթնիկ զտումը, նաեւ խոսվում էր արցախայության իրավունքների մասին, որը եւ նշում էր նաեւ Օլաֆ Շոլցի կողմից, որ այդ ձախողումները եւ ակտիվ չմիջամտել է այդ հարցում։
Եվ մենք հիմա հույս ենք կապում այս նոր կառավարությունը, որը կազմի նոր կոալիցիան, իրենց հետ համագործակցենք այս հարցում եւ ես լավատես եմ, որովհետեւ մենք ունենք CDU-ի հետ շատ լավ բարիդրացիական հարաբերություններ, լավ ընկերներ ունենք եւ պրո-հայկական ուղղվածություն եւ պետք է մենք ուղղակի ակտիվ մենք էլ աշխատենք այդ ուղղությամբ։ Հաղորդագրության Ես իհարկե պատժամիջոցների շատ դժվար է, բայց պետք է փորձենք։ Այստեղ իհարկե աշխարհակաղակական նաև հարցեր կան, որ պետք է մենք ճիշտ դիրքավորվենք եւ ճիշտ ժամանակին գործենք։ Սա է ամբողջ հարցը, քաղաքականության մեջ պետք է ընտրենք ճիշտ ժամանակը։ Իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան ծրագրում է առաջիկայում Եվրամիության բոլոր երկրներում ցույցեր կազմակերպել, սրա մասին ինչ կարող եք ասել, երբ սպասենք, արդյոք կրկին նույն ձևաչափով պետք է տեղի ունենա առանց ճակերտները բացելու, իհարկե խնդրեմ ներկայացնել։ Այո, մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, լինելու են անպայման, տարբեր ֆորմատներով, ձևաչափներով լինելու են ակցիաներ տարբեր եվրոպական քաղաքներում։ Այդ ուղղությամբ իհարկե չեմ ուզում իրոք դուք շատ ճիշտ նշեցիք փակագծեր բացել, բայց նախատեսվում է եւ շատ լուրջ աշխատանք։ Նաեւ մենք ունենք ժամանակին ստեղծվել էր 23 թվականին դեռ Արցախի հետ կապված European for Artsakh կառույց էր, պլատֆորմ էր ստեղծվել եվրոպական տարբեր հայ համայնքների կոորդինացող խումբեր, կոորդինացնող համակարգող Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից մենք 23 թվականին այդ ուժգին շատ հզոր ցույց կազմակերպեցինք Բրյուսելում այն ժամանակ Արցախի հետ կապված եւ այդ պլատֆորմը նույնպես պետք է օգտագործենք, մենք փորձենք կոնսոլիդացիա անենք ամբողջ Եվրոպայում գտնվող հայությանը, Գերմանայությունը, Ֆրանսիայի եւ տարբեր երկրների այդ համայնքների կառույցների կազմակերպության միասնական այդ ուղղությամբ ակտիվացնենք եւ այդ շատ կարեւոր է իհարկե այստեղ, որ մենք այդ կոալիցիան ստեղծվել է տարբեր իրավապաշտպանների կառույցների հետ միասին, դա ավելի մեծ էֆեկտ է տալիս, որ սա միայն Գերմանայության հարցը չէ, սա համաեվրոպական հարց է, սա մարդու իրավունքների հարց է եւ այստեղ պետք է միասնական գործենք բոլորս։